Դիվանագիտորն եք էլի խոսում։ Գիտեք շատ པարզ եմ արտահայտում։ Որտեղ մի կողմից, հա, Վազգեն Սարգսյանի մասին լավն եք արտահայտում, բայց մյուս կողմից այդ փաստն եք բերում, որ այդ անհաջողությունների, պարտությունների ժամանակ ինքը հրաժարական տվեց, այսինքն ոնց որ թե ակնարկում եք, որ նրա դերը չափազանցրել են։ Ակնարկում եմ, որ այո, չափազանցրած է, այո, կա պատմություն, կա պատմագետներ, որոնք մտնելու են այդ արխիվը, հետագայում գրեն։ Դու ինչքան ուզում ես հիմի ուրացրու։ Ես ասում եմ ճիշտ ասեք, ավելի մեծ պատիվ եք ունենալու եւ Վազգենը, եւ դուք, եւ ես, եւ մյուսը, քան ինչ որ թաքցնում եք։ Ասենք դուք ֆիլմ եք անում Վազգենի մասին, Վազգենի աչի ձեռքը ես եմ եղել, ինձ вообще այդ ֆիլմում տեղյակ չեք պահում, ասենք մի հատ հարցնենք, ինչ կարծիք ունի։ Ասենք ձեզ թվում է այդ ֆիլմը նայող է լինելու։ Այդ եք անում, թաքցնում եք ձեր պատմությունը, դրանով էլ խայտարակում, հետո ասում եք խի ասես դառնում։ Այսինքն ձեզնից չեն հարցրել ոչ բան հիշողություն։ Չեն էլ հարցրել, ինչ կարծիք ունեք, այդ մարդը ինչ դերաստացնեն, ինչ արել, բայց իրանց խնդիրն է։ Սոթիկ այդ ֆիլմում դուք էլ պետք է որպես կերպար լինեիք։ Ձեր կերպարը պետք է։ Դու պետք է գոնե տեսակետ ունենայիր, որտեղ այդ մարդու հետ, ասենք, գետնի վրա դու ես արել, հա, ինքը ղեկավարել է, պայմանականացած, հիմա այդ գետնի վրա անողից չես հարցնում։ Ոնց է եղել, ինչ, լավ, ոնց եք ուզում այդ ֆիլմը անեք, էլի։ Հասկացա։ Կարող է ուղղակի որպես ղեկավար, կազմակերպիչ, տենց են ներկայացնում այդ ֆիլմը։ Ես չեմ տեսել ֆիլմի սցենարը, չեմ էլ պատկերացնում ինչի մասին, հա։ Մի խոսքով։ Մեկ այլ երջանկահիշատակ հերոս էլ կա, որը ոնց որ թե դες նորից չափազանցված կերպար է, Կամանդոսը։ Ահա։ Հա, էլի չափազանցված կերպար է։ Նույնիսկ ես ձեզ ասում եմ, որ 92 թվականին մարդը հրաժարական է տվել, տեղափոխվել Հայաստան բուժման նպատակով։ Բուժման նպատակով։ Նայած հետո պատերազմից հետո մի 10 տարուց հետո է որ նա եկել, այդ մարդը եկել է Ղարաբաղ։ Հիմա ուզում եք չափազանցրած ասեք, ուզում եք ոչ չափազանցրան, սա փաստ է։ Դե պատմության մեջ մնացել է Շուշին ազատագրող։ Նույնիսկ եմ կրկնում, Շուշին ազատագրումը ես ձեզ բացատրել եմ։ Շուշի ուղությունից, բոլոր ուղություններից, բացի թիկունքից, որտեղով մենք ենք մտել, ես անձամբ գնացել եմ, մնացած աչից, ձախից, թևերից հետ են քաշվել մերոնք։ Հիմա դուք համարեք հերոսություն եւ այլ օպերացիան մշակել եմ ինքս, փոխել եմ ես, թիկունքի մաս չի եղել այդ օպերացիայի, ես եմ մտցրել, դեմից գալացողները դա կրակ շեղող են եղել, կրակը վերցրել են իրանց վրա։ Թիկունքում արել են այն ինչ որ արել են եւ ավարտվել է ամեն ինչ։ Հիմա դուք ինձ ասում եք, չէ, տես մի ասա որ Ես բան չեմ ասում, ես ասում ասեք այն ինչ որ կա։ Ես էլ ասել եմ այն ինչ որ կա, քարտեզա գրել եմ, գիրք եմ գրել, Հենրիկ Խաչատրյանը գիրքը գրողը տարել է Կամանդոսի մոտ այդ քարտեզը, այդ գրածը, ծանոթացել է մարդը, ասել է, այո, ոնց գրել է, տենց է եղել։ Դուք էլ անունը հարսանիք լեռներում չեք դրել։ Տենց բան գոյություն չունի։ Այդ մեր երևակայությունն է վառ։ Այո, ձեզ հեքիաթ եմ պատմել, դուք էլ հավատացել եք։